Ենթադրենք այս պահին ես ինձ շատ վատ եմ զգում, իմ կյանքում տեղի ունեցել մի իրադարձություն, որը ինձ ցավ է պատճառում, ինչպես այդ հոգեվիճակից դուրս գալ, հենց մտքերի միջոցով։ Այո, հոգին ունի մի տառապանք, որը նույնիսկ գուցե տիրոջից է թաքցնում։ Կարող են մեզ հակադարձել, ասել լավ մտքերն էլ ինքնախաբեության են երբեմն տանում, որովհետև այս պահին ես գիտեմ, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Վստահել կյանք կոչվող այս ընթացքին, որտեղ այստեղ ոչ մի բան պատահական չի։ Աստվածաշնչի մեջ 365 անգամ կրկնվում է մեկ արտահայտություն։ Նաև թե ինչ սովորեցնել երեխային, որպեսզի երեխան ունենա դրական մտածողություն։ Եթե ծնողը անկանխատեսելի է, սա շատ մեծ ցնցում է երեխայի համար։ Վերջին շրջանում շատ են խոսում, որ մեր դրական կամ բացասական մտքերը կարող են ազդել մեր կյանքի որակի վրա։ Իսկ դուք ուշադրություն դարձնում եք օրվա ընթացքում հիմնականում դրական թե բացասական մտքեր եք ունենում։ Այս թեմայի մասին խոսելու ենք կլինիկական հոգեբան, դուք մենակ չեք, հոգեբանական վերականգնողական ծրագրի ղեկավար Զինա Թորոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Թորոսյան, որպես հոգեբան ինչ կարող եք ասել։ Արդյոք մեր մտքերը ազդեցություն ունեն մեր կյանքի վրա։ Եվ դա կարող եմ ասել եւ որպես պրոֆեսիոնալ եւ որպես մարդ, որովհետեւ ամենապարզ դատողությունից միանգամայն անմիտ է վատ մտքերով ամբողջ օրը զբաղված լինել։ Եթե նույնիսկ չհավատալ այն բանին, որ մեր մտքերը ձևավորում են մեր կյանքը եւ մեր վարքը, ապա ամենապրիմիտիվ հայացքով նայել ինչ օգուտ վատ մտքերից։ Բայց ինչու է այնպես ստեղծված, այնպես դասավորվում, որ մարդը հիմնականում ունենում է վատ վախեցնող մտքեր։ Ես չի ասի հիմնականում, սակայն վատ մտքերը նույնպես ուղեկցում են մարդկանց, դա այն ինֆորմացիան է, ինչի վրա մարդը կենտրոնանում է, դա տարիների փորձն է, դա մանկության տարիների դաստիարակությունն է, վարքային նմանություններն են ընտանիքի անդամների եւ միջավայրի հետ, որտեղ մարդը մեծանում է, ձևավորվում է, դառնում է հասուն մարդ, եւ դրա պատճառները բազմազան են, սակայն գիտեք, մարդը ունի այնպիսի մոտեցումներ, որը որ կարծես թե նրան շատ ավելի հաճախ տանում է դեպի վախեր, դեպի անհանգստություններ, դեպի հետ, դեպի առաջ, բայց ոչ դեպի ներկա։ Այսինքն ավելի շատ մարդը ապրում է այն բոլոր մտքերով, որը հիշեցնում է անցյալը, վախեցնում է ապագայի համար, բայց թույլ չի տալիս ապրել այսօր եւ այստեղ։ Իսկ հիմա կարծեմ արդեն ամեն տեղից է հնչում, որ ամենաերջանիկ կյանքի ֆորմուլան դա այսօր եւ այստեղ ապրելն է։ Ինչպես գալ այդ կետին։ Ես կասեի, որ սա միանգամայն բանական որոշում է, որովհետև եթե մենք ուզենանք 1 րոպե թողնենք մեր հույզերը եւ վերադառնանք բանականությանը, մենք կտեսնենք, որ սա ամենալավ եւ ամենաճիշտ տարբերակն է, քանի որ եթե ես ձեզ հարցնեմ Անժելա ջան, դուք կարող եք ապրել հիմա անցյալում։ Ոչ, դուք կարող եք ապրել ապագայում, ոչ, այնտեղ որտեղ դուք գտնվում եք, դա միշտ այսօր է։ Եթե դուք հիմա այսօր ինձ ասեք, որ ես պետքա վաղը, ասենք, չգիտեմ, բորշ պատրաստեմ, եւ վաղը գա դուք այդ ճաշը պատրաստեք, բայց դուք դա վաղն եք պատրաստում, թե դարձյալ այսօր։ Մարդը միշտ գտնվում է այսօրվա մեջ։ Սա միայն այն ամենապարզ դատողությունը, որը ցանկացած մարդ հիմա հեռուստացույցի կամ էկրանի առաջ նստած կարող է լսել եւ հասկանալ։ Բայց ունի ավելի խոր արմատներ, օրինակ կրոնական արմատներ, եւ կրոնի մեջ հստակ ասվում է, որ պետք է ապրել այսօր եւ այստեղ։ Նույնիսկ հայր մերը իր բնական թարգմանության արմատներով, օրինակ եթե արամեան լեզվից թարգմանում են հայր մերը, եւ եթե թարգմանում են հունարենից, տեսեք, հունարեն լեզվից թարգմանելու ժամանակ եւ հայերենում եւ ռուսերենում հնչում է մի տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի չարից։ Ռուսերենում ասում է «Спаси нас от лукавого»։ Իսկ եթե արամեան լեզվից են թարգմանում, ասում է «Ազատիր մեզ ներկայում չապրելու անասելի մեղքից»։ Այսինքն ներկայում չապրելը դա հենց այն չարն է, այն մոլորությունն է, որ մարդը կարող է ունենալ։ Նախ պետք է ապրել այսօր եւ այստեղ։ Հաճախ շարունակ անհանգստանալով ապագայի համար մենք պարզապես փչացնում ենք մեր այսօրը։ Հիմա մեզ լսող շատ մարդիկ կասեն, ես անցյալից հետևություններ եմ անում, դրա համար անցյալը իմ այսօրում կա, ու վախենում եմ, հոգ եմ տանում ապագայի մասին։
Վախը երբեք հոգ չի տանում, Անժելա։ Վախով ոչինչ չի կարելի անել։ Ինչպես կարող է վախը հոգ տանի։ Վախը սահմանափակում է մարդու հնարավորությունները։ Իսկ ես կասեի նույնիսկ վատ մտքերը ավելի շատ ոչ թե վախերով, այլ տագնապներով են ուղեկցում, որը նույնպես վախի ինչ որ իրացիոնալ տեսակ է։ Վախենալով ոչ մի բանի մասին հոգ չես տանում։ Ուրիշ բան, եթե մարդիկ շատ հաճախ վախն ու տագնապը շփոթում են զգուշության հետ, բայց համաձայնվեք, դրանք երկու տարբեր բաներ են։ Տեսեք, ասացիք, որ վատ մտքերից ինչ օգուտ։ Այո։ Նույն ձևով կարող են մեզ հակադարձել, ասել լավ մտքերն էլ ինքնախապեյության են երբեմն տանում, որովհետև այս պահին ես գիտեմ, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Այսինքն դուք ուզում եք ինձ ասեք, որ ամենաճիշտ մտածողությունը ռացիոնալ մտածողությունն է։ Այսինքն մտածել են ինչ որ կա, Չէ։ Ինչ օգուտ դրանից։ Եթե ես ամեն օր կանգնեմ հայելու առաջ եւ ասեմ, «Ոյ, ինչքան ծեր եմ ես կամ ինչքան գեր եմ», դուք կարծում եք դրանից ես օգուտ կստանամ։ Դուք կարծում եք ես պետք է հենց նշեմ այն, ինչ որ կա, ոչ, եթե ես ունեմ խնդիր, ես պետք է խնդրի լուծման մասին մտածեմ։ Իսկ ցանկալի չի, որ լուծումը միշտ լինի դրական։ Ոչ մարդկության լավ ամենածանր մոլորությունը դա հենց այսպես կոչված ոչ ճիշտ պատկերացումն է ռեալ մտածողության մասին։ Մարդիկ ասում են, կներեք, ես այն հատվածում ասի ռացիոնալ, այդ ես ռեալիստ եմ եւ իմ մտածողությունը ռեալ է, դա մարդուն հաճախ գամում է նույն տեղում։ Ուղղակիորեն ոտքերը մեխում է այն հատակին, որտեղ ինքը կանգնած է։ Անընդհատ ասել ինչ է կատարվում այսօր, դա մեզ թույլ չի տալիս խնդիրը լուծել։ Դա մեզ թույլ չի տալիս խնդրից պոկվել եւ խնդրի լուծումների մասին մտածել։ Ինչու եմ ես ասում վատ մտածողությունից ինչ օգուտ, ուղղակիորեն դա այդպես է։ Ինչ օգուտ վատ մտածողությունից, եթե նա արդեն մարդու հնարավորությունները սահմանափակում է, գցում է մարդու տրամադրությունը, մարդը ել ավելի վատատես է դառնում եւ այլևս չի հավատում լավագույն ելքին եւ լավագույն ավարտին։ Դե ասեք հիմա դրանից ինչ օգուտ։ Եթե նույնիսկ միայն վատ, տհաճ, նեգատիվ մտածողությունը փչացնում է մարդու տրամադրությունը, սա արդեն մեկ հիմնավոր պատճառ է, որովհետեւ մենք երբեք այդպես չվարվենք։ Տիկին Թորոսյան, ենթադրենք այս պահին ես ինձ շատ վատ եմ զգում, իմ կյանքում տեղի ունեցել մի իրադարձություն, որը ինձ ցավ է պատճառում, ինչպես այդ հոգեվիճակից դուրս գալ, հենց մտքերի միջոցով։ Ինչպես այդ պահին գիտակցել, որ սա անցողիկ է։ Ես էլ եմ ասում, որ պետք է դիմել բանականությանը, այսօր շատ ու շատ դեպքերում մարդիկ բանականությունից կտրվել են եւ միայն հույզերով են ղեկավարվում։ Սակայն դեպքերը տարբեր են, Անժելա ջան։ Դեպքերը այնքան տարբեր են, որ առանց յուրաքանչյուր դեպք առանձին վերլուծության կարիք է զգում։ Բայց ինձ թվում է հասուն տարիքի ասած յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ ամեն ինչ կփոխվի եւ պետք է միայն ճանապարհների մասին մտածել։ Այո, լինում են ժամանակներ, երբ որ մարդ տխուր է, երբ որ կա տառապանք, սա բնական է, պետք չի դրա հետ կատաղի կռվել, պետք է թույլ տալ, որ այդ ժամանակը անցնի, զբաղեցնել սեփական անձ ինչ-որ բանով, շփվել լավ մարդկանց հետ, խոսել այլ թեմաներով, երբեմն պարզապես օգնել ուրիշ մարդկանց խնդիրները լուծելու, իրոք զբաղեցնել այդ պահին, որովհետեւ այդ պատկերը, այդ կադրը անպայման կփոխվի։ Հաջորդ առավոտ մարդը կարող է վեր կենալ եւ պատահածին բոլորովին այլ կողմից նայել։ Ես չեմ տեսել դերևս այնպիսի դեպքեր, որոնք երբեք լուծում չեն գտնում։ Ես ինքս հաճախ, եթե հանդիպում եմ մի դեպքի, որը այս պահին բանականության շրջանակներում իմ կողմից չի կարող լուծում ունենալ, ես այն թողնում եմ կյանքի վրա։ Կյանքը հիանալի է լուծում են բոլոր խնդիրները, որոնք մենք ինքներս չենք կարողանում լուծել։ Դրա համար պետք է նախապես վստահել կյանք կոչվող այս ընթացքին, որովհետև այստեղ ոչ մի բան պատահական չի։ Այսինքն կռիվ չտալ ու բաց թողնել այդ բային խնդիրը։ Կռիվ չտալ ուղղակի իմաստով, տեսեք, ես չեմ կարող ասել, թե ինչ դեպքի մասին է խոսքը, այո, երբեմն պետք է կռիվ տալ, բայց կռիվ տալ ոչ թե նրա համար, որ հուսահատվել, ավելի շատ խրվել այդ նեգատիվի մեջ, այլ պարզապես լուծումը գտնելու համար։ Բայց կան դեպքեր, չէ, որ լուծումը պարզապես չի երևում կամ մարդը իր հնարավորությունների մեջ այդ լուծումը չի գտնում։ Այո, այդ դեպքերում պետք է մի փոքր ձեր ժամանակ տաք, մի փոքր ապրեք կյանքի ընթացքի հետ համընթաց, մինչև որ լուծումը ինքնին կգա։ Եվ սա ոչ միայն որպես մասնագետ եմ ասում, այլ որպես բազում տարիների փորձ ունեցող կին, մայր եւ ինչու՞ չէ քաղաքացի։ Տիկին Թորոսյան, մենք ապրում ենք լավ մտքերով, բայց ապրում ենք մի այնպիսի շրջապատում, որտեղ մարդիկ ավելի շատ հակված են նեգատիվ մտածողության։ Ի վերջո, այդ նեգատիվ մտածողությունը կազդի մեր վրա, փորձը ինչ է ցույց տալիս։ Դա վարակիչ։ Այո։
Դա կազդի եւ դա վարակիչ է։ Ես կասեի, եթե այդ նեգատիվ շրջապատը պարզապես ընկերներ են, ապա պետք է վեր գնալ եւ գնալ այդտեղից։ Եթե շատ մոտիկ մարդիկ են, ապա պետք է կասեցնել եւ կանխել։ Անպայման պետք է ասել. կանգ առեք, ես այդ մասին չեմ ուզում խոսել եւ չեմ ուզում լսել այդ մասին։ Իսկ եթե այնպիսի մարդիկ են, որոնց ներկայությունը ձեր համար պարտադրված չի, այո, ինչու՞ չէ, վեր կաց եւ գնա։ Պատկերացրեք, դուք հանկարծ հայտնվեք մի շրջապատում, որտեղ բոլորը հայոյում են, դուք ոնց կվարվեք։ Ես չեմ մնա 5 րոպե։ Այո, դուք պատկերացրեք, որ շարունակ նեգատիվ մտքեր արտահայտող մարդիկ նույնպես այդպիսի մի հայոյանքի նման մի բան են անում, որովհետև էլի եմ ասում, ինչ օգուտ նեգատիվ մտքերից։ Եվ ընդհանրապես մենք արդեն բազում տեսակի ուսումնասիրություններ ունենք, թե հատկապես ինչպիսի մարդկանց կողքին մենք չպետք է երկար նստենք, ել չասեմ ընկերություն անենք։ Նրանք մարդիկ, որոնք անընդհատ նեգատիվ մտքեր են արտահայտում, որոնք ընդհանուր այս կյանք կոչվող հրավառության մեջ ես կասեի միայն վատն են տեսնում, կամ մարդիկ, որոնք միշտ դժգոհ են, միշտ քննադատում են, շատ երկար եմ մտածել, բայց չեմ հասկանում որտեղ է օգուտը։ Այսօր առավոտյան հենց ուշադրություն էի դարձնում, մարդիկ իրար մի պատմություն էին պատմում մահվան մասին, ու շատ գունեղ նկարագրելով, ամեն մի մանրուք նկարագրելով, կողքից տպավորություն է, որ մարդիկ նման պատմությունները տարածելով, պատմելով հաճույք են ստանում։ Ոչ թե հաճույք են ստանում, որ նման բան է տեղի ունեցել, այլ այդ վատ պատմությունները իրար պատմելով են հաճույք ստանում։ Ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություն կա այստեղ, որ պատմողը պարզապես փորձում է ազատվել իր բացասական հույզերից։ Պատմելով ուրիշներին, պրոյեկտում է պատմության այդ բոլոր մանրամասները եւ փորձում է ազատվել այդ ամեն ինչից։ Չէ՞ որ արտահայտվելը, պատմելը այն ինչ որ ներսում կա, բավականին թեթևացնում է մարդու ապրումները։ Սա կարող է տարբերակներից մեկը լինել, որ մարդը փորձում է պատմելով ազատվել իր հույզերից։ Եթե մարդուն այդ պատմությունը հենց ուղիղ չի վերաբերվում, այսինքն նա մեծ հաշվով չունի հույզեր դրա վերաբերյալ, այլ ուղղակի տարածում է այդ վատ պատմությունը, դա ինչ իմաստն է խոսում։ Գիտեք ինչ, մահից վախենում են բոլորը։ Եվ ես չեմ կարծում, որ այնտեղ որտեղ կա մահ, նա մարդու մոտ կարող է հույզեր չառաջացնել։ Նույնիսկ եթե մահացողը մեր ծանոթը չի, մենք պարզապես լսել ենք, դա միևնույն է, որոշակի վերաբերմունք է առաջացնում եւ մեր գոյության ամբողջ ընթացքում, մարդկության գոյության ամբողջ ընթացքում մահը ամենամեծ վախը եւ անհանգստությունն է առաջացնում մարդու մեջ, որտեվ շատ քչերն են կարողանում ողջ լինելու օրոք հանգիստ մտածեն մահվա մասին, դա պարզապես շատ Իսկ պետք է մահվան մասին առհասարակ մտածել։ Պետք չի, բայց մենք միշտ մտածում ենք, որովհետև դա այն է, ինչ որ կատարվում է ամեն օր։ Մենք փորձում ենք գտնել լուծումները, ինչպես չմտածել այդ մասին, բայց կարծեք թե ամբողջական եւ վերջնական լուծում չկա։ Մյուս կողմից էլ ինչու չմտածել, չէ՞ որ հենց մահն է մարդուն հիշեցնում եւ ուղղորդում, թե ինչպես պետք է ապրել։ Իսկ նույն հաջողությամբ ինչու մենք լավ պատմությունները, դրական պատմությունները իրար այդքան չենք պատմում, որքան որ նույն վատ ու վատ էմոցիաները առաջացնող պատմությունները։ Ես կասեի, ովքեր չեն պատմում։ Կան մարդիկ, որ ընդհակառակը սիրում են դրական պատմություններ պատմել, կան մարդիկ, որ միշտ դրական օրինակներից են օգտվում, բայց կան մարդիկ, որոնք այո ավելի հուզական են եւ այստեղ կա հուզական վարքային խանգարում, կա մարդկության մեջ շատ մեծ հոծ բազմություն այսօր երկրի մոլորակի վրա, դա ամենամեծ էպիդեմիան է։ Հուզական վարքային տագնապային խանգարում ունեցող մարդիկ, որոնք այո պետք է խոսեն տագնապի, վախի, անհանգստության, վատ դեպքերի եւ նման հույզեր արտահայտեն։ Ինչպես ազատվել տագնապային մտքերից։ Իհարկե առաջի խորհուրդը դա գնալ հոգեբանի մոտ։ Եթե չեմ հավատում հոգեբաններին, տարածված արտահայտություն է, չէ՞, չեմ հավատում հոգեբաններին, ֆինանսական միջոցներ էլ չեմ ուզում այդ ուղղությամբ ծախսել։ Ոմանց համար դա վատնում է ավելորդ։ Այդ դեպքում ինչ անել։ Ուրեմն էլի գնալ հոգեբանի մոտ, որպեսզի հասկանալ, թե ինչի վրա պետք է ֆինանսը օգտագործել։ Գոնե գնալ նրա համար, որ հասկանալ, որ ֆինանսի ներդրման ամենաճիշտ ճանապարհը ձևը սեփական անձի մեջ ներդնելն է։ Ինչու չներդնել սեփական անձի մեջ, ձեռք չբերել ճիշտ մտածողություն, ճիշտ վարքագիծ, միանգամայն հաճելի հույզեր, այլ մտածել, որ դա վատնում է։ Տեսեք, հետաքրքիր մի բան ասեմ ձեզ։ Եթե մարդու ատամը ցավում է,
մարդը գնում է ատամնաբուժի մոտ։ Ну, ավելի ոչ հետևողական մարդիկ անդադ ցավազրկող են խմում, մինչև ատամը քայքայվում է, հետո էլի վերջում գնում են ատամնաբուժի մոտ։ Եթե կինը ինչ որ կանացի օրգանների հետ կապված խնդիր ունի, երբեք մտքով չի անցնում, որ ոտքերը բացի հալու առաջ ինքն իրեն բուժի։ Այդպիսի բան չկա, բայց եթե հոգին է տառապում, մարդուն թվում է, որ ինքը այստեղ մենակ միշտ կարող է լուծում գտնել։ Հնարավոր է որոշ դեպքերում մարդը կարող է լուծում գտնել, բայց եթե արդեն մի բանը մարդու մոտ պարբերաբար կրկնվում է, մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս, երկու ամիս, հասկանալի է, որ ինքը կորցնում է հիանալի իր օրերը, իր ժամանակը, ավելի է ներքաշվում այդ process-ի մեջ եւ պետք է մեկը պրոֆեսիոնալ, որ իրեն կօգնի, կուղղորդի եւ այդ ճանապարհով պետք է անցնել։ Ինչպես հասկանալ, որ հոգին տառապում է։ Ինչպես հասկանալ, որ պահին փողոցով քայլելուց Առհասարակ օրվա ընթացքում սեփական հոգին է տառապում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրեն հասկանում է անմիջապես։ Եթե մարդն ինքն իրեն հասկանելու մեջ է, այո, մարդը դա հասկանում է անմիջապես, սակայն ուզում է թաքցնել իրենից, ձեր ասածի նման ուզում է գնա ինքնախաբեության։ Եթե կյանքը այլևս համ ու հոտ չունի, եթե չկան գույներ, եթե ամեն ինչ սև է եւ շատ հազվադեպ ինչ որ մի սպիտակ է երևում, այո, հոգին ունի մի տառապանք, որը նույնիսկ գուցե տիրոջից է թաքցնում։ Այսինքն վերադառնում ենք մտածողությանը, նաև, որ Գիտակցություն եւ մտածողություն, այո։ երբ որ հոգին տառապում է, մտածողությամբ կարող եք այդ խնդիրը լուծել։ Ես հիմա կասեմ, թե սովորական տառապանքի դեպքում ինչպիսի տեխնիկաներ եւ ինչպիսի մեթոդներ կան։ Իրական դա կոգնիտիվ վարքային թերապիան է, եթե գլոբալ ասեմ, գեշտալտ թերապիան, եթե կան կորուստներ եւ այլն, բայց ինչպես վարվելը դարձյալ դիմել պրոֆեսիոնալի պարտադիր է եւ հավատացեք, ես չեմ գովազդում հոգեբաններին, սակայն դա պարտադիր է, գոնե մի քանի այցելություն հարցին դիմել երբևէ հոգեբանի, ես կասեմ, ավելի լավ է դիմել մեկ անգամ գոնե, քան թե չդիմել երբեք։ Շատ տարածված կարծիք կա նաև վերջերս եմ լսել, ասում են, որ թույլ մարդիկ են հոգեբանի դիմում։ Դա ինքնապաշտպանական ինչ որ արդարացում է։ Սա ոչ թե կարծիք է, այլ կարծիքի բացակայություն։ Սա ինչ որ մի բան բացարձակ բացառելն է, երբ որ ինքը չգիտես թե հոգեբանը ինչ է անում։ Մարդկանց թվում է, որ հոգեբանը հենց այնպես նստում խոսում է։ Պատկերացրեք հենց այնպես նստել խոսելը, որը կոգնիտիվ վարքային թերապիայի մեջ կոչվում է սոկրատյան զրույց, ամենալավ մեթոդներից է, ամենալավ մոտեցումներից է, որովհետև շատ ու շատ դեպքերում իմ դիմաց նստած մարդը պարզապես ինքնաարտահայտման ցանկություն ունի, պարզապես լսելի չի իր ընտանիքի կողմից, իր ընկերների կողմից, եւ իրեն պետք է մի մարդ, որը ճիշտ լսի, պարզապես հասկանա, որ ինքը նույնպես մարդ է եւ ունի ապրումներ։ Չեմ կարծում, որ մեկ անգամ հոգեբանի մոտ գնալը պարզապես մարդու ֆինանսական վիճակը կզորացնի։ Հոգեբանի համար դա որևէ բան չի անի, որովհետև այսօր փառք շատ մարդիկ իրենց խնդիրները ուզում են ճիշտ ձևով լուծեն։ Ես կուզենայի չլինեին այդ խնդիրները, մենք կընտրեինք ուրիշ մասնագիտություն, ես օրինակ կդառնայի խոհարար մեծ սիրով։ Սակայն պատկերացրեք, որ մարդ արարածին դա պետք է։ Մենք այսօր չենք կարող մեր խոհերը, մեր մտքերը, մեր անհանգստությունները կիսել մեր հարևանների հետ, մեր բարեկամների հետ։ Մենք հաճախ լսելի չենք մեր ամուսինների համար, երբեմն մեր երեխաների համար, բայց մենք ցանկանում ենք, որ գոնե մեկ անգամ մեզ լսեն, մեզ նկատեն, տեսնեն մեր էմոցիաները, գնահատեն մեր էմոցիաները։ Այսօր ինչքան հաճախ է մարդու էմոցիաները իր իսկ ընտանիքում արժե զրկվում։ Դուք գիտեք, թե դա ինչքան հաճախ է պատահում, ինչքան հաճախ կինը կասի գլուխս ցավում է եւ ամուսինը կասի, էլի սկսեցիր այդ ամիդ բաները։ Դրա համար էլ են պետք մարդիկ, որոնք մեզ կարողանան ճիշտ լսել։ Դրան գումարած նաև խորհուրդները, որոնք կլսենք մեր շրջապատից, հիմնված են որոշակի սուբյեկտիվ փորձի վրա։ Դուք ճիշտ եք, այո։ Եվ հնարավոր է նաև վնասեն, չէ՞։
Այո, շատ հաճախ, որովհետև մարդիկ տեսնում են սիտուացիան նույն դեպքը, տեսնում են նույն ոնց որ տեսակետից, սակայն նույն դեպքը կարող է բոլորովին այլ մոտեցումներ պահանջի։ Սկսած են ամենաշատ կրկնվող դեպքերից, ընտանեկան խնդիրներից, ընտանեկան վեճերից, ինչու՞ չէ ամուսնալուծություններից, ամուսնական խնդիրներից, պարզապես հնարավոր չի ուրիշի խորհրդի վրա հիմնվել։ Դա ճիշտ չի, հնարավոր չի եւ շատ հաճախ այո բերում է ավելի մեծ խառնիշփոթ, ավելի մեծ մոլորություններ։ Մենք խոսեցինք տագնապային մտքերից։ Շատ հաճախ մարդկանցից լսում ենք բավոր հանկարծ սալինի։ Տագնապի համար դա ամենաբնորոշ բառն է։ Բավոր հանկարծ։ Եվ ասեմ, որ բավոր հանկարծի հետ մենք հիմա չէ որ ծանոթացել ենք։ Հիշեք Կիկոսի մահը։ Գնացի մարտի, ունեցա որդի, վերելավ ծառին, վարանկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ բալա ջան։ Բավոր հանկարծ գնա մարտի, Կիկոս ունենա, Կիկոսն էլ ծառից ընկնի։ Եւ շատ ինչու՞ չէ Չեխովի Չիլավեկ ֆուտլյարը, երբ որ մարդը ամառ ձմեռ հագնում էր վերարկու, չգիտեմ, ոտնամաններ, վրայից ինչ որ գալոշներ, շլյապա էր դնում, զոնտիկ էր վերցնում, բավոր հանկարծ մրսի։ Դա միշտ էլ եղել է եւ միշտ էլ կլինի։ Պարզապես հիմա այդ խնդիրները լուծվում են, նախկինում խնդիրները կարծեք թե լուծելի չեն եղել։ Սա ինչի մասն է խոսում։ Մարդը վախենում է ինչ որ զգացողություն ապրելուց։ Դա խոսում է այն մասին, որ մարդը քիչ է զբաղվում իրենով եւ իր կյանքով, որpիսի մարդը հասկանա, թե որտեղ է ապրում եւ հասկանա ինքն իրեն, նա պետք է իրենով զբաղվի։ Մենք ասում ենք, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք։ Այստեղից միշտ ծագում է մի հարց. ինչ ենք անում մենք, որpիսի կրենք այդ քրիստոնյա ժողովուրդ լինելու այդ բարձր անունը։ Մենք գոնե ծանոթ ենք այն գաղափարախոսության հետ, որի անունը ասենք քրիստոնեական կրոնն է։ Ես կարծում եմ, որ ես խորապես հավատացյալ մարդ եմ։ Ես խորապես զգում եմ, որ ես մենակ չեմ եւ չեմ ուզում կրկնվեմ, կարծում եմ բոլոր այն մարդիկ, որ խորը հավատք ունեն, այդ բանը զգում են։ Իսկ կրոնը իմ համար գաղափարախոսություն է, բայց հիանալի խելացի գիրք է եւ հիանալի խելացի գաղափարախոսություն է։ Հիմա տեսեք, Աստվածաշնչի մեջ 365 անգամ կրկնվում է մեկ արտահայտություն։ Համոզված եմ նույնիսկ դուք չգիտեք, ուրախ կլինեմ, եթե դուք իմանաք։ Դա որ արտահայտությունն է։ Ես ձեզանից կլսեմ։ Մի վախեցիր։ Կարծում եք դա զետեղված կլներ 365 անգամ, այնպիսի մի խելացի գրքի մեջ, այնպիսի մի սուրբ գրքի մեջ, ինչպիսին Աստվածաշունչն է, եթե նախապես մարդկությունը տեղյակ չլներ, որ վախը ամենակայքայիչ վիբրացիան է։ Իհարկե ոչ։ Եվ ուրեմն մի վախեցիր։ Ես չեմ ասում, որ մարդը բոլորովին զուրկ է վախերից, սակայն տեսեք, արխետիպային վախը մարդուն այցելում է միայն այն ժամանակ, երբ մարդու դիմաց թշնամի է կանգնած, այսինքն, չգիտեմ, նախամարդը եկել է որսի եւ միանգամից 3 այրուց է իրեն շրջապատել։ Իհարկե նա վախենում է եւ այդ վախի պահին ինքը դառնում է ավելի ճարպիկ, ավելի հնարամիտ, առաջանում են այնպիսի ռեակցիաներ օրգանիզմի մեջ, որը բերում է կամ պայքարիր կամ փախիր։ Բայց սեփական տանը բազմոցի վրա նստած, ինչպես ասում են, մի բան է վախենալ այրուծից, ուրիշ բան է վախենալ այրուծի նկարից։ Պատկերացրեք, մեր գիտակցության համար, մեր զգայարանների համար բացարձակ միևնույն է։ Մենք այրուծի դիմաց ենք կանգնած վախենում, թե մտածում ենք այդ պահի համար վախենում ենք։ Ինքը նույն ռեակցիաներն է կատարում։ Եվ ահա մարդը կարող է իր ամբողջ օրը մտածել ինչ որ անհանգստացնող բաների մասին եւ վախի ու տագնապի իրավիճակում ապրել։ Ասացիք, որ դուք զգում եք ու հավատում եք, որ մենակ չեք։ Այո։ Ինչպես մարդը պետք է դա նկատի կամ հասկանա։ Ես չգիտեմ, ինչպես մյուս մարդիկ, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ լինելիության իր պատմությունն ունի եւ հասունացման իր պատմությունն ունի։ Ես առաջին անգամ լավատեսության իմ դասերը ստացել եմ պատահական։ Ես 17 տարեկան էի եւ իմ ընկերներից մեկից նամակ էի ստանում ցպահանջ։ Գիտեք թե դա ինչ էր։ Գիտեք ինչ է դա։ Չկա այդպիսի բան, այն ժամանակ թուղթ ու գրիչով էր նամակները։ Եթե դու չես ուզում որ նամակը գա ձեր տուն, իսկ ես հենց այդպիսին էի, որ չէի ուզում նամակը գա մեր տուն, ես որևէ պոչտայի, որևէ փոստային համարի վրա ուրեմն ստանում էի ցպահանջ, անձնագիրցույց էի տալիս, նամակը տալիս էին։ Հաճախ կարդում էի իմ ընկերների նամակները եւ նույնտեղ նստած պատասխանում էի եւ հանգիստ գալիս էի տուն։ Եվ ահա հերթական անգամ եկել եմ գլխավոր փոստ, որպեսզի ցպահանջ նամակները կարդամ եւ պատասխաններ ուղարկեմ, եւ սեղանի մոտ որտեղ նամակ կամ հեռագիր են գրում, տեղ չկա։
Եվ մի երիտասարդ աղջիկ սլավոնական արտաքինով անդադ գրում է, ճմրթում է, գցում է, էլի է գրում է, եւ դա տևեց մի 20 րոպե։ Երբ որ ի վերջո աղջիկը իր նամակ ուղարկեց, ես նստեցի իր տեղը որ գրեմ, ես գիտեմ, որ ուրիշ նամակները կարդալ չի կարելի, բայց այն ժամանակ էլ գիտեի, բայց այդ սևագրերից մեկը մնացել էր այդ թղթերի ոնց որ տրցակի մեջ։ Եվ ես կարդացի այդ նամակը։ Այն ժամանակ կար Արտեկ ճամբար, որտեղ ամբողջ աշխարհից տարբեր տեսակի ինչ որ տարբեր երկրներից երեխաներ էին գալիս հանգստի, չգիտեմ, ուսուցման, շփվելու։ Հասկացա, որ աղջիկը այդ Արտեկ ճամբարի ջոկատավարներից մեկն էր եւ գուցե ինչ որ սիրավեպ էր ունեցել ուրիշ ջոկատավարի կամ մի այլ բարձր դասարանի տղայի հետ եւ նամակի ամբողջ բովանդակությունը այդ օրերի մասին էր եւ վերջում մի տող էր ավելացրած. Իմ սիրելի պետք է հավատալ հրաշքների։ Мой дорогой, надо верить в чудеса։ Եվ այդ պահին կարծեք իմ մեջ այդ դիպված կատարվեց, ես հասկացա, որ պարզվում է, որ աշխարհում կան մարդիկ, որ հրաշքների հավատում են։ Եվ խորը հավատ առաջացավ իմ մեջ այդ հրաշքների հանդեպ եւ սկսած այդ տարիքից եւ բազմաթիվ հրաշքների հանդիպեցի իմ կյանքում։ Ես չգիտեմ որ մարդու կյանքում հավատը ինչ ճանապարհով է գալիս, բայց ես գիտեմ, որ շանս ունեն բոլորը։ Պարզապես կան մարդիկ, որ դա չեն նկատում։ Սա իմ կյանքի առաջի դրական դիպվածն էր։ Բայց իմ կյանքում եղել են նաև դիպվածներ, որոնք այդքան էլ դրական չեն, բայց շատ ուսուցանող են։ Եղել են դեպքեր, որոնք այո, դրական չեն, բայց հետո շատ ուսուցանող են եւ ավելի լավ արդյունք եմ ստացել, քանի որ հենց դա այդ պահին է պատահել։ Հրաշքը ինչ է։ Մարդն ինչպես հասկանա, գիտակցի, որ չսպասված հաջողություն, որի տրամաբանական ճանապարհը գլխիդ մեջ երբեք չես գտնում։ Չես գտնում այն ճանապարհը, որով կարող է իր այդ ելքին հանգել, բայց կյանքը քեզ հանդիպեցնում է այդ դեպքի հետ եւ դա կոչվում է հրաշք։ Օրինակ մենք ունենք հոգեբանները շատ հետաքրքրված են մի գրքով, գիրքը կոչվում է Սպոնտաննի ремиссии, հանկարծահաս առողջացումներ։ Դա շատ ծավալուն գիրք է, շատ հազվադեպ հանդիպող։ Մենք պարզապես այդ գիրքը տպում ենք, որ ունենանք, հա, որովհետև գիրքը չկա։ Գրքի մեջ զետեղված են բոլոր դեպքերը, երբ որ մարդը ծանր հիվանդությունից հանկարծակի առանց տրամաբանական բուժման ճանապարհի առողջանում է։ Եվ սա մի թե հրաշք չի, օրինակ մենք ունենք ամերիկյան մի դեպք, ուրեմն այդ մարդու ազգանունը թե անունը Կազինսա, ես չեմ կարող ասել, ինքը Ամերիկայից է, եւ մարդը երկու անգամ ընկել է այնպիսի վիճակի մեջ առողջական, որ երկու անգամն էլ ինքը բուժման հնարավորություն չի ունեցել, պարզապես այդ հիվանդությունները չեն բուժում եւ երկու անգամն էլ բուժվել է։ Առաջի անգամ ինքն է պատմում, որ հիվանդանոցից երբ որ իրան ուղարկեցին եւ արդեն իր մեջքից ներքև ինքը ոչինչ չէր զգում, որտեղ այնպիսի ախտորոշում ուներ, որ այլևս ինքը չի վերականգնվի, այդ հիվանդությունը չի բուժում։ Ցավոք սրտի հիվանդությունը չեմ հիշում, որտեղ շատ բարդ եւ հազվադեպ հանդիպող մի բան է, եւ դրա համար գալիս է հյուրանոց։ Եվ հյուրանոցի համարում բավական ունևոր մարդ է, հյուրանոցի համարում պառկում է եւ ամբողջ օրը նայում է ծիծաղելի ֆիլմեր, կոմեդիաներ։ Եվ միակ մարդը, որ իրեն այցելում էր, ոչ թե իր ընտանիքները, այլ իր մի ընկերը։ Երբ որ մի տարի հետո ինքը գնում է իր բժշկի կաբինետ, բժիշկը ուշագնաց է լինում, որովհետև մտածում էր, որ այդ մարդը 6 ամիս հետո առնվազն չպետք է լիներ։ Եվ որpեսզի մենք հասկանանք, որ այս դեպքը այս մարդու կյանքում միակը չէր եւ պատահական չէր, ընդամենը 4 տարի հետո, դա 79 թիվն էր, 83 թվին նույն Կազինսը ուրիշ հիվանդության մեջ է հայտնվում եւ նույնպես փրկվում է։ Եվ նկատեք, Լոս Անջելեսի բժշկական համալսարանում սա միակ դասախոսն է, որը ունի բժշկական կրթություն, սակայն նա սովորեցնում է ուսանողներին ինչպես հիվանդներին տրամադրել, որպեսզի հիվանդը լավատեսորեն պայքարի իր հիվանդության դեմ։ Քանի որ խոսում ենք հենց մտքերից, էներգիայից, այսինքն դրական մտքերը, հենց ծիծաղելի ֆիլմերը, որոնք մարդուն դրական էմոցիաներ են տալիս, նույնիսկ կարող են բերել բարդ հիվանդությունների բուժման։ Ես ամբողջական կապ այստեղ չեմ ուզում տեսնեմ հենց ֆիլմերի հետ, ես ասում եմ այն, ինչ որ կարդացել եմ, սակայն այդ Սպոնտաննի ремиссии այդ գրքի մեջ շատ կան դեպքեր, այո, երբ որ մարդը փոխելով ինքն իրեն, պարզապես կարողանում է ազդել իր հիվանդության վրա։ Կարծեմ Տոլստոյը ունի այդպիսի մի գրված, կոչվում է Смерть Ivana Ilyich։ Ասենք դասականները շատ են գրել էլի այդ մասին, Անժելա ջան, շատ կա գրված եւ երևի
պետք է գոնե մի անգամ մարդ իր սովորական մտածողությունից կտրվի, եթե այն այնքան էլ դրական չի, եւ ուշադրություն դարձնի, թե ինչ են ասում այն մարդիկ, որոնք բացառապես գովերգում են պոզիտիվ մտածողությունը։ Եվ հարցը նրա մասին չի, որ մենք պետք է իրականությունից կտրվենք, հարցը նրա մասին է, եթե մենք անընդհատ մտածենք վատի մասին, ինչ արդյունք դրանից։ Արդեն 100-ը անգամ, եթե ոչ 1000-ը անգամ ես ասել եմ, երկիր մոլորակը ունի 12 տրամաբանական եւ ճիշտ օրենքներ, կյանքով ստուգված, փորձով ստուգված, եւ առաջին օրենքը պատճառ հետևանքային կապն է։ Ինչ է սա նշանակում։ Ամեն արարք ունի հետևանք։ Ասացեք խնդրեմ, վատ մտքերի հետևանքը ո՞րն է։ Ինչու է մեզ երբեմն դուր գալիս, ոչ գիտակցաբար հնարավոր է հենց վատ մտածողությունը, զոհի կարգավիճակը հաճելի է։ Սեփական անձին խղճալը, այո, հաճելի է։ Մարդիկ սիրում են իրենց խղճալ, սակայն եթե նույնիսկ մարդը ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս, սա չպետք է դառնա ամենօրյա մարդկային վարքագիծ։ Այո, երբեմն կարծես թե մենք ուզում ենք մեզ խղճանք, եթե կողքից որևէ մեկը մեզ չի կարեկցում։ Եթե սա հիմնավոր եւ ամեն օր կրկնվող վարքագիծ է, այո, սա կարող է լինել դաստիարակության մեջ, սա կարող է, չգիտեմ, վարքային օրինակ լինել, որը մարդը վերցրել է իր ընտանիքից, իր շրջապատից։ Ախր հոգեբանությունը բազմաթիվ մանրաթելեր են, բազմաթիվ։ Այստեղ չկա ընդհանուր դեղատոմս, այստեղ չկա ընդհանուր մոտեցում, որովհետև յուրաքանչյուր մարդ իր տեսակի մեջ ունիկալ է։ Փոքրուց հենց երեխաներին դաստիարակելիս, ինչպես դրական մտածողություն մտածելը սովորեցնենք, որովհետև նման մշակույթ չունենք մենք ոչ ընտանիքներում, ոչ մանկապարտեզներում, ոչ դպրոցներում։ Այնքան հեշտ ձև կա։ Մի դաստիարակեք ձեր երեխաներին, դաստիարակեք ինքներդ ձեզ։ Եթե երեխան տեսնի դրական տրամադրված ծնողներ, շատ մեծ է հավանականությունը, որ ինքը այդպեսին կլինի։ Սակայն հաշվի առնելով, որ մարդուն ոչ միայն ընտանիքն է դաստիարակում, այլև հասարակությունը, սոցիումը, իհարկե պետք է նաև ոչ ծանր, ասենք, բեռի նման երեխայի ուսերին նստելով, բայց ինչով վերահսկողություն սահմանել, թե ով է շրջապատում երեխային, ում հետ է երեխան ընկերություն անում, եւ իմանալ, թե հիմնական ինչ է պետք երեխային սովորեցնել։ Երևի ես կուզենայի հարցը այսպես դնել նաև, թե ինչ սովորեցնել երեխային, որպեսզի երեխան ունենա դրական մտածողություն։ Ըստ էության երեխային պետք է սովորացնել երկու բան. սովորացնել սովորել եւ սովորացնել սիրել։ Եթե այս երկու բանը երեխային սովորացնել, երեխան իհարկե կգտնի այս կյանքում եւ սեր, եւ երջանկություն, եւ հասկացողություն։ Հիմա որ ասացիք սովորացնել, սովորել, մարդիկ կմտածեն, որ դպրոցական ինչ-որ ծրագրերի մասն է խոսքը։ Ոչ, ինչու՞ միայն դպրոցական։ Ինչու միայն դպրոցական, շատ հաճախ դպրոցական ծրագրի հետ զուգահեռ եւ նույնիսկ ավելի կարեւոր կյանքում ուրիշ գիտելիքներ կան։ Եթե մենք ընդհանրապես երեխային սովորացնենք ճիշտ գրքեր կարդալ, դա արդեն շատ մեծ բան է, որ մենք անում ենք։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներից, որոնք ինձ չեն տվել, չգիտեմ, մեծ հարստություններ, ոչ մի տներ չեն թողել եւ զարդեր եւ ոսկիներ չեն թողել, բայց ինձ սովորեցրել են կարդալ, իմ ձեռքը գիրք են դրել։ Ես արթնացել եմ եւ իմ կողքի, ասենք, մահճակալի կողքի հետ հավասար այդ տումբայի վրա տեսել եմ ինչ որ մի հետաքրքիր գիրք եւ պատկերացրեք, դա իմ համար շատ մեծ ծառայություն է մատուցել։ Սովորել կարդալ, կարդալ նշանակում է անընդհատ սովորել։ Դա էլ է եղել հենց ծնողների օրինակով։ Այո, հստակ ծնողների օրինակով, հստակ։ Ոչ միայն հայրիկի, մայրիկի, այլև պապիկների, տատիկների, որովհետև ես բացառապես կրթված մարդկանց ընտանիքից եմ։ Իմ նույնիսկ պապը գիմնազիա է ավարտել։ Բոլոր ընտանիքում շատ են կարդացել, դա միանշանակ։ Այս շատ հաճախ մենք փորձում ենք փոխել մեր ընտանիքի անդամներին, դա կլինի ամուսին, կլինի ծնող, կլինի երեխա, բայց չենք ուզում փոխել մեզ։ Հնարավոր է այդպես։ Կարծում եմ, որ շատ դժվար է վատ բան անելով դիմացինից պահանջել, որ ինքը լավը լինի։ Ես կարծում եմ, որ էլի ամենաշատ աշխատելու է ծնողների սեփական օրինակը, որովհետև ծնողների սեփական օրինակը շատ ուսուցանող է,
Բայց եթե հարցը դնենք այնպես, թե ինչն է վտանգավոր ընտանիքում երեխայի համար, որ կարող է անի ծնողը եւ դա երեխայի դաստիարակությունը խաթարի, դա անկանխատեսելի ծնողն է։ Եթե ծնողը անկանխատեսելի է, սա շատ մեծ ցնցում է երեխայի համար։ Օրինակ, բացատրեմ օրինակը ինչու՞մն է։ Այսօր երեխան ասենք 2 ժամ ուշ է քնել, ծնողի տրամադրությունը լավ է, ինքը դիտողություն չի անում։ Վաղը երեխան կես ժամ ուշ է պարկում քնելու, ծնողի տրամադրությունը վատ է եւ երեխային պատժում են։ Այս ծնողը անկանխատեսելի է, հաստատ, որովհետեւ նույն արարքի համար մի դեպքում ինքը պատժում է, մյուս դեպքում ինքը չի պատժում։ Եվ շատ ու շատ այսպիսի օրինակներ կան։ Անկանխատեսելի վարքը ծնողի երեխայի համար շատ մեծ վտանգ է, երեխայի դաստիարակության համար շատ մեծ վտանգ է։ Եթե երեխան մեծանում է ապահովության մեջ, նա կարողանում է շնորհակալ մարդ դառնալ այս կյանքում, նա ապահովություն է զգում այս կյանքում։ Իսկ հաճախ առանց հասկանալու մեր ճիչերով, մեր զայրույթներով, մեր տրամադրության տատանումներով մենք ենք երեխային ներշնչում, որ այս կյանքը այնքան էլ ապահով չի, որովհետև ապահովության զգացումը առաջինը երեխան վերցնում է իր ծնողներից։ Տիկին Թորոսյան, իհարկե բազմաթիվ հարցեր կան այս թեմայի վերաբերյալ, բայց մենք եւս մեկ թեմա ենք առանձնացրել, որը մարդու տարիքի, հոգեբանական տարիքի մասն է։ Այն մարդը երբ է համարվում հոգեբանորեն, հոգեբանի տեսանկյունից, երբ է համարվում ծեր։ Օրինակ հնարավոր է 25 տարեկանում լինի ծեր, իսկ 70-ում ոչ։ Այո, հնարավոր է, որովհետև ջահելությունը ծննդյան թիվ չի։ Ջահելությունը դա հոգեվիճակ է եւ մտածողություն է։ Ես տեսել եմ 30 տարեկան մարդիկ, որոնք չի ասի ծեր են, նրանք կարծեք թե մահացած են։ Եվ տեսել եմ մարդիկ, որոնք 75-80 տարեկանում դեռ շարունակում են ապրել, ուրախանալ, սովորել։ Եթե դու արդեն չես սովորում, լինի դա 20 տարեկան, թե 50 դու ծեր ես։ Սովորել չի նշանակում գնալ համալսարան եւ նստել եւ ինչ-որ բան սովորել, այլ լավատեսության այսպիսի 3 կանոններ կան, որ դեպքում մարդը կարող է լինել լավատես։ Առաջինը այն մարդը, որը այսօրվա օրվա ուրախությունն է տեսնում, կարողանում է այսօրով ուրախանալ։ Նաև այն մարդը, որը հետաքրքրություն ունի ապագայի հանդեպ, դրական հետաքրքրություն, ոչ թե մտածում է, բա որ 10 տարի հետո ես ծեր լինեմ, այլ այդ 10 տարի հետո ինչ կարող եմ անել, որ իմ համար հետաքրքիր լինի։ Եվ նաև այն մարդը, որը անցյալ նայելով բացառապես հիշում է իր անցյալի ամենալավ դեպքերը եւ կարողանում է շնորհակալություն ասել անցյալի համար։ Դե պատկերացրեք այն մարդը, որը ներկայում չի ապրում, ապագայի հանդեպ հետաքրքրություն չունի, նույնիսկ իր այսօրվա հանդեպ հետաքրքրություն չունի եւ երբեք չի կարողանում ասել շնորհակալություն։ Այս մարդը ծեր է, քնած է, չգիտեմ, անհասկանալի թմբիրի մեջ է թե ինչ է։ Դա կարծեք թե կանգնած է, ասենք, չգիտեմ, 5 համարի տրամվայի կանգառում, այն դեպքում, երբ որ տրամվայի գծերը արդեն չկան։ Եւ իհարկե ծեր է, ինչի մասն է խոսքը։ Բայց մարդիկ գտնել այդ տրամվայի գծերը։ Ես կարծում եմ, որ կյանքի իմաստը շատ հաճախ հենց մարդու հետաքրքրասիրությունն է։ Երբ որ մարդը հետաքրքրված է կյանքով, եթե մարդը ընդհանրապես հետաքրքրասիրություն չունի, այս կյանքով հետաքրքրված չի, իրեն ոչինչ հետաքրքիր չի։ Սա ոչ միայն հոգևոր գենետիկ աղքատություն է, այլ նաև կարծես թե սահմանափակ վերաբերմունք կյանքին, որից փոխվելը բավականին դժվար է։ Դիմեք հոգեբանի։ Միայնակ հնարավոր չէ։ Կան տարբերակներ։ Իհարկե, միայնակ նույնպես հնարավոր է սեփական կյանքին ավելի լավ վերաբերվել, եթե դա արդեն պաթոլոգիա չի, եթե շատ հեռվից չի գալիս, եթե պարզապես կարճատև, չգիտեմ, ինչ-որ ստրեսի արդյունքում մարդը հետաքրքրությունը կորցրել է կյանքի հանդեպ, այո, միայնակ նույնպես կարելի է։ Բայց պետք է վեր կենալ եւ անել, որևէ հարցում հաջողության հասնելու համար վեր կաց եւ արա։ Որ կետից սկսել։ Գիտակցումից։ Ես կասեի բանականությունը իզուր չի, բանականությունը կարևոր է։ Տեսեք, ես շատ հաճախ, երբ որ մարդիկ ասում են ինտելեկտ, ասում եմ կթարգմանեք ինտելեկտը հայերեն, մարդը չի կարողանում թարգմանել, բայց դա հենց նույն բանականությունն է, թեպետ բոլոր մարդիկ գիտեն, այ արհեստական ինտելեկտ, արհեստական բանականություն, բայց նույնիսկ այդ դեպքում չեն կարողանում թարգմանել։ Այստեղ մի հատ ուղղորդող հարց կա։ Ինչպիսի մտածողություն ունի մարդը, տրամաբանական թե ստեղծագործական։ Չեմ ուզում, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են տրամաբանական մտածողություն ունեն, զայրանան իմ վրա, ես հարգում եմ եւ սիրում եմ համարյա բոլորին,
Բայց ես ուզում եմ ասել, որ ավելի հեշտ է այդ ամեն ինչը հաղթահարել են մարդուն, ով ավելի շատ ստեղծագործական մտածողություն ունի, որովհետև շատ հաճախ հասնել լավ ելքի զուտ տրամաբանական մոտեցումով հնարավոր չի, որտեղ մարդը օրինակ կարող է ասի. Ես արդեն 80 տարեկան եմ, չունեմ բարեկամներ, չունեմ հարազատներ, ունեմ մի հատ փոքր տուն, չգիտեմ, մարդիկ ինձ չեն սիրում եւ իր ինչի պետք է ուրախ լինեմ, որ ըստ իր տրամաբանության ուրախանալու բան չկա։ Բայց եթե մարդը մի փոքր ստեղծագործական մոտեցում ցուցաբերի, ինքը անպայման կգտնի մի բան, որը իրեն կուրախացնի։ Եվ առաջիններից մեկը հենց թեկուզ ուրիշ մարդկանց օգնելն է։ Հիշում եք KFC-ի հիմնադիրը, ցավոք սրտի այդ պապիկի անունը չեմ հիշում, իր կյանքի մասին ինչ է պատմում, որ ամբողջ կյանքում միշտ եղել է անհաջողակ, բացարձակ անհաջողակ եւ 62 տարեկանում երբ որ գնացել է թոշակի չնչին գումար գրպանի մեջ, մտածել է, որ ամենալավ ելքը իրեն կամրջից գցելն է եւ եկել է այդ կամրջի մոտ կանգնել է, տեսել է մարդիկ ուրախ գնում են տուն։ Մտածել է ամենակարճ ձևով, որ դե աշխատանքից գնում են տուն, աշխատանքից գնացող միշտ էլ ուրախ կլինի։ Մյուս օրը առավոտյան է եկել կանգնել կամրջի վրա, տեսել է ուրախ գնում են աշխատանքի։ Մտածել է, որ կան մարդիկ, որ աշխատանքի են ուրախ գնում։ Եվ այդ րոպեին միտքը առաջացել, կա մի բան էս աշխարհում, որ ինքը շատ լավ է անում։ Եվ հիշել է, որ ինքը հավ է տապակում բոլորից լավ։ Եվ երբ որ այդ օրը իր գրպանի գումարի մի մասը ծախսում է, հավ է գնում, տապակում է, իր հարևաններին հյուրասիրում է եւ նույնիսկ արդեն հասցնում է վաճառել, երեքան տեսնում է, որ ինքը կուշտ է, հարևանների հետ շփվել է, լավ տրամադրություն ունի եւ նույնիսկ գրպանի փողն է ավելացել։ Եվ հաջորդ օրերին դա շարունակում է անել։ 82 տարեկանում ինքը արդեն միլիոնատեր էր։ Տեսեք, մեկ ստեղծագործական միտքը ինչքան առաջ կարող է մարդուն տանի եւ մարդկությունը երբեւե եթե առաջ է գնացել, ապա ստեղծագործական մտքի հաշվին։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք գտնում են իրենց կյանքի ճանապարհի դժվար էտապում։ Խորհուրդ կտամ միանշանակ դժվարություններից սովորել եւ ճիշտ հետեւություններ քաղել։ Մտածել, որ դա նույնպես անցնելու է, սակայն մնալու է փորձը, մնալու է դժվար եւ բացասական թվացող փորձը, հետո կարող է շատ դրական պտուղներ եւ հետևանքներ ունենալ։ Եթե մենք երբևէ սովորում ենք, դրական փորձը այդքան ուսուցանող չի, ինչքան բացասական փորձ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մեծ սիրով։ Հիշեցնեմ, այսօր կյանքի ճանապարհին կլինիկական հոգեթերապևտ Զինա Թորոսյանն էր, բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։